Քվեարկություն 8-րդ գումարման խորհրդարանի վերջին արտահերթ նիստում ՔՊԱ-ականները որոշեցին, որ ընտրություններին կամ հանրաքվեներին չպետք է մասնակցեն այն քաղաքացիները, որոնք տարվա մեջ 183 օր բացակայել են Հայաստանից։ Իրենք փորձում են սահմանափակել ընտրությունների մասնակիցների թվականը։ Խորհրդարանի Հայաստան խմբակցությունը պնդում է հունիսի 7-ին ՔՊ-ն չի ստացել սահմանադրական մեծամասնություն եւ չի կարող կատարել մայրօրենքը փոխելու Ալիևի պահանջը։ Հիմա փորձում են արհեստականորեն նվազեցնել ընտրությունների մասնակիցների թիվը։ Իշխող թիմի հիմնավորումը, որ ընտրողը պետք է կենսական կապ ունենա երկրի հետ, ընդդիմությունը շուստրիություն է որակում։ Այս իշխանությունը խոստացել է Ադրբեջանին փոխել մեր սահմանադրությունը։ Այս իշխանությունը կորցրել է վախը սեփական ժողովրդից, բայց վախենում է Ալիևից։ Հիմա ինչ է ուզում անել վարչախումբը։ Շուստրիություն։ Սահմանադրության համաձայն հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների 1/4-ը։ Ըստ Արթուր Խաչատրյանի, Փաշինյանը կաշվից դուրս է գալիս Բաքվից իջած պահանջը ամեն գնով կատարելու համար։ Փոխեն օրենքները, ուժային ճնշման միջոցների կգնան։ Նիկոլ Փաշինյանը ինքն էր մի քանի անգամ ասել, չէ, դնենք հանրաքվեի չանցնի, էլի կդնենք։ Հետո վերջում օրենսդրական փոփոխություն կմտցնենք, ասեն Նիկոլ Փաշինյանի խոսքը օրենք։ Հայաստան խմբակցությունը հակասահմանադրական է որակում ընտրական օրենսգրքի ու հանրաքվեների մասին օրենքներում կատարված փոփոխությունները, որով սահմանափակվում են Հայաստանից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը։ Հայաստան խմբակցությունը ՔՊԱ-ականների արած փոփոխությունը վիճարկելու է բարձր դատարանում։ Հայաստանի հպարտ քաղաքացիների ընտրելու իրավունքը սահմանափակելու օրինագծին կողմ քվեարկելուց հետո ՔՊ-ն հրաժեշտի ցերեկույթ է արել։ Մեծ շուքով ճանապարհել են խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին, որի թեկնածությունը նույն պաշտոնի համար ՔՊ վարչությունը մերժել էր։ Անկեղծ շատ հպարտ եմ, որ միասին աշխատել ենք, հպարտ եմ, որ այդ ծանր բաների միջով միասին ենք անցել ու կյանքում իրար վրա որևիցե ձևով կասկած չենք ունեցել։ Դուք գիտեք, որ ես բոլորիդ սիրում եմ։ Սիմոնյանը սիրում է գործընկերներին, ներողություն խնդրում նրանցից, ում նկատմամբ անարդար է եղել։ Թող ներողամիտ լինեն։ Այդ ում նկատի ունի Սիմոնյանը, գուցե շիշ բռնելով հայտնի չդարձած Հայկ Սարգսյանին, համենայն դեպս, երբ Սիմոնյանի փոխարեն ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանը սկսում է հրաժեշտի արարողությունը, Հայկ Սարգսյանը ցուցադրաբար ոտքի չի կանգնում, չի ծափահարում։ Երկու ՔՊԱ-ականների հարաբերությունները լարվել էին շահումով խաղերի հարկերն ավելացնելու Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունից հետո։ ԱԺ-նախագահին Սարգսյան ըստ էության մեղադրել էր բուքմեյքերների շահերը պաշտպանելու համար։ Դրա համար է խոչընդոտել Սարգսյանի նախաձեռնության ընդունումը։ Գլուխը գրկել նստել է Սիմոնյանին արտասահմանյան գործողումների ժամանակ հաճախ ուղեկցած նրա նախկին օգնական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Մամուլը գրում է, թե Ալեն Սիմոնյանի համախոհները, այդ թվում աշխատակազմ բերած նրա կադրերը, ճամպրուկային տրամադրություն ունեն։ Խորհրդարանի նախագահի թեկնածուն պատրաստվում է կադրային ջարդ անել։ Ռուբեն Ռուբինյանը այդ հարցը ժամանակավրեպ է համարում։ Հիմա պատեհ չեմ համարում դրա մասին խոսել։ Այսինքն դուք որևէ ազդակ, որևէ պաշտոնյայի կամ աշխատակցի չեք հղել, որ կարող են ճամպրուկները հավաքել։ Եթե նույնիսկ արվում է նման բան, դա իրենց եթե դա անեի, դա կլիներ ժամանակավրեպ, որովհետև ես հիմա ընդհանրապես քաղաքացիական պայմանագրի վարչությունը որոշել է առաջադրել իմ թեկնածությունը։ Այս պահին կա գործող ազգային ժողովի նախագահ, կա գործող աշխատակազմ։ Ռուբինյանը ապուշություն է որակում այն պնդումները, թե Ալեն Սիմոնյանին ՔՊ վարչությունը մերժել է, որովհետև Անկարայից են հրահանգել, որ հենց ինքը լինի Հայաստանի խորհրդարանի ապագա խոսնակը։ Նկատի ունեմ այդ ապուշությունները իհարկե կարելի է ասել, բայց դրանք պիտի հիմք ունենան, հասկանու։ Լրագրողները հիշեցնում են հիմքերը։ Սերդար Բեյը, Ռուբինյանի ավագ գործընկերը հայ-թուրքական բանակցություններում հրապարակային անմիջապես շնորհավորել էր ՔՊԱ-ականին ընդամենը ԱԺ-նախագահի թեկնածու ընտրվելու առիթով։ Հələ չի շնորհավորանքից հետ, ասում են Համոզում է Ռուբինյանը, թե միայն Թուրքիայից շնորհավորանք չի ստացել, մի խորհրդավոր ռուս գործընկերոջ մասին է ասում։ Ես ստացել եմ շնորհավորանքներ օրինակ Ռուսաստանից։
եւ այլ տեղերից։ Իմ գործընկերը ինձ գրել շնորհավորել է եւ կամ ասենք չէ գրել է ինձ։ Արժանախագահ ընտրվելու դեպքում Ռուբինյանը չի լինի Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։ Հետևաբար, ըստ ԿՊԱ-կանի, փլվում է իր անվան շուրջ ձևավորված կոնսպիրոլոգիայի մի 90%-ը, ըստ որի իրեն ընտրելու են արժանախագահ, որպեսզի այդ բարձր կարգավիճակում բանակցի թուրքերի հետ։ Կարնե Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան, Եվանի Ղանդիլյան, Հայլուր։